Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Բարությունը կարևոր այն փոփոխությունն է, որը մենք սերմանում ենք երեխայի մեջ։ Եթե մենք երեխային չսովորեցնենք բարություն, ազնվություն, ապա ինչպես կարող ենք վստահ լինել, որ ապագա սերունդը կլինի բարի։ Չեմ բացառում, որպեսզի երեխան այո նաև իմանա, որ կլինեն դեպքեր, երբ կլինի փոխադարձ դաժանություն եւ որևիցե կերպով երեխան իրեն չխոչընդոտի կամ չսահմանափակի։ Հաշվի առնելով իհարկե երկուստեք վտանգները։ Սովորաբար, երբ որ երեխան արդեն ինքնուրույն խաղալու ունակ է, ծնողը ուղղորդում է դեպի բակ եւ հետեւյալ արտահայտությունը դա իրականացնում է։ Զգույշ կլինես, անծանոթների հետ չխոսես։ Եթե ինչ-որ բան լինի, անմիջապես ինձ տեղեկացրու։ Կողքից նայելիս նկատում ես, որ խաղալիք, ասենք, ցանկանում են վերցնել, չեն ասում, կարելի է վերցնեմ, մի քանի րոպե խաղամ, հետ կվերադարձնեմ քեզ։ Փորձում են նրանք ուժի միջոցով վերցնել, կարծես թե խլել։ Վստահ եմ, մեկ անգամ չեք ինքներդ ձեզ հարցրել, ինչքանով է իրական կյանքում կենսունակ այն, ինչ քարոզում են հեքիաթները՝ ընկերասիրություն, բարություն, համերաշխություն։ Իսկ ինչու ենք մենք տալիս այդ հարցը։ Գուցե որովհետև ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ հարցերը լուծում բիրտ ուժով, կեղտոտ բառերով, սպառնալիքներով, բռունցքներով։ Եվ այս ամենը սկսած բակային խաղերից, դպրոցի առաջին դասարաններից։ Ինչպես ստացվեց, որ մեր հասարակության մեջ դաժանությունը դարձավ հարաբերությունները կարգավորելու հաճախ կիրառվող գործիք, ու ինչպիսի արժեքներ պետք է փոխանցես երեխայիդ, եթե չես ուզում, որ նա ոչ զոհ դառնա, ոչ էլ բռնության շղթայի շարունակող։ Քննարկելու ենք այսօր ծնողական ժողովում։ Բարև ձեզ, հարգելի ծնողներ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Այսօր խոսելու ենք մի երևույթի մասին, որը բնորոշ է երեխաներին։ Խոսքը դաժանության մասին է, կոչում ենք այս երևույթը համապատասխան բառով, անվանում ենք բուլինգ, մանկական դաժանությունն ու թիրախավորումը։ Բայց փորձենք նախ հասկանալ, որ միջավայրերում եք ամենից հաճախ հանդիպում մանկական դաժանության դրսևորումներ։ Նոնա, խնդրեմ ձեզ հետ սկսենք։ Ես երևի թե ավելի հաճախ դպրոցի մասին կխոսեմ, որովհետև դպրոցում եմ նկատում այդ։ Մենք հանդիպել ենք նման երևույթի, որի միջով անցել ենք եւ այո, կարող եմ փաստել, որ բուլինգ միշտ եղել է, նույնիսկ այն տարիներին, երբ որ մենք էինք դպրոցականներ, սակայն հիմա ձևավորվել է ոչ միայն տերմինը, այլ նաեւ ավելի հստակ ձևավորվել են ազդեցության մեխանիզմները, ծաղրանքի գործիքները։ Ուզում եմ ձեր մանկավարժական փորձին գալ, դիտարկելով դասարանը, արդյոք կարող ենք ասել, որ սա հասարակության փոքրիկ մոդել է։ Ինչ դերակատարներ եք տեսնում դասարանում եւ որքանով կարող եք նմանեցնել հասարակությանն առհասարակ։ Դասարանում առկա է նման խնդիրներ, տեսնում ես տարբեր սոցիալական խավի երեխաների, եւ նրանցից մեկը ուզում է բռնի ուժով լիրանալ այն ամենին ինքը ինչ ցանկանում է, բայց մենք մանկավարժները սովորեցնում ենք, որ բռնի ուժով պետք չէ, պետք է անմիջապես խոսքով, հասկացնելով, բացատրելով, նաեւ փոխզիջմամբ այդ հարցը կարգավորել։ Եվ դասարաններում այո առկա է այդ խնդիրը։ Գարնա, հետաքրքիր է, ունեք արդյոք այսպիսի մի դիտարկում, թե որտեղից այդ անփորձ մաքուր արարածը, փոքրիկ երեխան ունի իր մեջ դաժանության սերմեր, որտեղից է գալիս, ինչ եք կարծում։ Շատ եմ բախվել այդ իրականության, այդ խնդիրներին, շատ եմ խորհել, եթե անկեղծ, դրա պատճառները բազմապիսի են, բազմաթիվ են, բայց հիմնականում ինձ թվում է ընտանիքից է գալիս։ Եթե ընտանիքում անառողջ մթնոլորտ է լինում, խժդժություններ են լինում, երբեմն տարաձայնություններ, երբեմն վեճեր, ապա որքան էլ փորձեն ծնողները քողարկել, այնուամենայնիվ երեխան զգում է, հասկանում է այդ ամենը, մոր տրամադրությունից եւ այլն, եւ դա երեխայի հոգեբանության վրա այսպես թե այնպես անպայման ազդում է եւ նստվածք է տալիս։ Հնչեց կարծիք, որ հիմնականում այդ են երեխաներն են, ովքեր դաժանության միջով են անցնում։ Ցավոք սրտի միշտ այդպես չէ, երբեմն այն երեխաները, ում որ շատ սիրում են, ընդգծում են առավելությունները, շատ հաճախ հիմա այդ երեխաներն են, որ իրենց թույլ են տալիս, ընտանիքում լինելով շատ սիրված առավելությունները նշված, իրենց առավելությունները պարտադիր դրսևորել նաև հասարակության այն շերտում, որը համարվում է հանրային, այսինքն դասարանում։ Դասընկերները
Երբ որ մի հարց են ունենում միմյանց հետ քննարկելու, տանը սովորեցնում են նախապես երեխային, եթե քեզ վնասեն, ապա դու հարվածիր։ Այսինքն դպրոց, ուսուցիչ, ծնող հարաբերությունը կարծում եմ այդքան էլ ամուր չէ, որովհետև եթե դպրոցում երեխային սովորեցնում են խոսքով, տանը ասում են բռունցքով, երեխայի մոտ առաջանում է երկմտանք կարծիք։ Այս երկու հեղինակություններից ուսուցիչ եւ ծնող ումը լսեմ։ Հետևաբար, քանի որ ծնողի հետ շատ է լինում տանը, մտածում է, որ ծնողը ճիշտ է եւ իր հարցերը լուծում է բռունցքի միջոցով։ Այն պահից, երբ երեխան առաջին քայլերն է անում տանից դուրս, ծնողները կամաց գիտակցում են, որ չեն կարող միշտ լինել նրա կողքին։ Երեխային պետք է սովորեցնել պաշտպանել իր սահմանները։ Ու ամեն մեկը անում է դա իր ձևով։ Հասակակիցների հետ կոնֆլիկտները լուծելու ինչ խորհուրդներ են տալիս հայ ծնողներն իրենց երեխաներին։ Այս հարցով մոտեցել ենք մեր երկրի տարբեր բնակավայրերում ապրող մի խումբ մարդկանց։ Ամեն մեկին խնդրել ենք նշել գոնե 3-ը։ Մեր հայ իրականության մեջ դա շատ տարածված է, որ եթե նեղացրեցին, դու էլ անպայման կնեղացնես, բայց այդպես կարծում եմ ճիշտ չէ։ Նայ ծնող կա ասում է, եթե քեզ մի հատ խփում են, 5 հատ խփի, ծնող էլ կա ասում է, չի կարելի, վերջը դուք իրար հետ եք ապրում, իրար հետ եք սովորում, իրար հետ եք դպրոց գնում, հաշտության եզրեր պետք է գտնեք, ոչ թե կռվով, այլ խոսքով։ Ծնողները խորհուրդ են տալիս, որպեսզի շարունակեն վեճերը, իրար ներեն, ընկերներ դառնան, նման բաներ։ Կամ ասում են դու էլ հարվածիր, կամ հետևելով Աստվածաշնչին ասում են մյուս այտդ էլ դեմ տուր, կամ սովորաբար ասում են հետ քաշվիր ու ոչինչ մի ասա։ Կոնկրետ ես առաջարկում եմ լեզու գտնել, հանդուրժ ժողովրդություն լինի, ագրեսիա չլինի, դա է իմ խորհուրդը։ Բայց հիմնականում ասում են, եթե հարվածել է դու էլ հարվածիր, եթե ասել է դու էլ ասա, հանդուրժ ժողովրդություն չկա։ Ես ասեմ իմ խորհուրդները։ Եթե դու կռիվը չես սկսել, դու պետք է վերջացնես։ Եթե դու ես սկսել, ուրեմն քո հետ ես հարցեր ունեմ, ինչ ես սկսել։ Այն ինչ խորհուրդ կարելի է տալ։ Ցանկացած հարց լուծվում է խոսելու միջոցով, պետք չի ֆիզիկական ուժ կիրառել։ Կարևորը չսադրել այդ իրավիճակը, մի քիչ անտեսել եւ երեխային շփվել, բացատրել փաստը, որ վիճաբանությունը երբեք լավ բանի չի բերի։ Ավելի շատ սադրում են, ավելի շատ վատն է սերմանում բալիկների մեջ ու ավելի շատ դրդում են, որ իրենց բալիկը ավելի չար մեծանա, ավելի նեգատիվով իր մեջ sense նեգատիվն է սերմանում, որ ինքը ավելի վատ է լինի։ Եթե ցավեցնում են, դու ավելի վատ ձևով իրեն արա, բայց այդ շատ սխալ է։ Կան ընտանիքներ, որտեղ ավելի շատ սերմանում են ագրեսիան, ինքնապաշտպանությունը ագրեսիայի ձևով են դրսևորում երեխաների մեջ։ Ես իմ երեխաներին դաստիարակում եմ, որպեսզի իրենք լինեն ներողամիտ ու մեր արդյունքը ավելի լավն է։ Հիմնականում պաշտպանվելու, կարծում եմ նաև չխեղճանալու, արդարությունը պահելու խորհուրդներ են ավելի շատ տալիս։ Կան ծնողներ, ովքեր խիստ բան են անում, որ հավասարին հավասար պատասխանել, կան ծնողներ, որ խորհուրդ են տալիս ավելի զուսպ մնալ, բայց մեր պարագայում մենք աշխատում ենք ընդհանրապես չխառնվել։ Երևի թե առաջին հերթին ինքդ քեզ պաշտպանիր, մի խեղճացիր, այդպես է դրան կարող եմ ասել այս բան։ Մենք մեր համակարգացիներին մոտեցանք հարցով, որը թույլ տվեց շոշափել խնդրի մակերեսը։ Հիմա փորձենք մի փոքր խորանալ։ Մեզ կօգնի հոգեբան Թագուհի Մակարյանը։ Բարև ձեզ, Թագուհի։ Որոշ ծնողներ, անկեղծ խոստովանեմ, այդ թվում նաև ես, մտավախություն ունենք, որ երեխային շատ խաղաղասեր, ներդաշնակ, շատ զուսպ ու բարի մեծացնելով, մենք ի սկզբանե նրան խոցելի ենք դարձնում։ Ինչ անենք, եթե մենք ունենք այն պատկերացումը, որ աշխարհն ապրիորի վտանգներով է լեցուն, իսկ երեխան իր բնույթով կամ գուցե նաև մեր դաստիարակության մոդելից ելնելով չի համապատասխանում իրեն շրջապատող աշխարհի դաժան ագրեսիվ բնույթին։
Այսպես թե այնպես երեխայի կյանքում անհամապատասխանություններ իր գլխում ձևավորված մոդելների եւ այդ մոդելների բախման միջև իրական կյանքի կարող են լինել։ Եվ մեր դերը այստեղ նրանում է, որպեսզի երբ որ երեխան կիսվում է իր ոչ առողջ փոխհարաբերությունների հետ կապված ինֆորմացիայով, շատ կարևոր է, որ մենք խրախուսենք նախ երեխային նրա համար, որ ինքը խոսում է հիմա դրա մասին, արտահայտում է տեղի ունեցածի հետ կապված իր անորոշության եւ բարկության նաեւ զգացումը եւ միասին քննարկենք այ հետեւյալ X իրավիճակի համար արի միասին փորձենք ինչ լուծումներ կարող են գտնել եւ երեխայի հետ քննարկել տարբերակներ։ Իդեպ ընդունված է, երբ որ մենք ավելի փոքր տարիքի երեխաների հետ, օրինակ նախադպրոցական տարիքի երեխաների հետ խաղարկում ենք այդ իրավիճակները։ Մասնավորապես փոքրիկները, երբ որ իրենց դժվար է տեղի ունեցածը վերբալիզացնել, բառերով արտահայտել իրենց զգացումները, շատ ընդունված տարբերակ է, երբ որ ծնողը երեխայի հետ խաղային իրավիճակ է ստեղծում կամ միանում է արդեն իսկ երեխայի խաղային սցենարին, վերցնում է իր վրա դեր եւ սկսում են միասին խաղարկել այդ դերը։ Դա հնարավորություն է տալիս ծնողին տեղեկանալու ընդհանրապես ինչ է կատարվում երեխայի կյանքում, մանկապարտեզային կյանքում, ինչպես է նա լուծում իր խնդիրները, ինչպես է նա կոնֆլիկտային հարաբերություններում կարողանում լուծումներ գտնել եւ միանալով ստանձնելով որոշակի դեր եւ իդեպ այս դերը կարող է լինել մանկապարտեզի խաղընկերներից մեկի անունը կրելով կամ որևէ այլ կենդանի խաղարկելով եւ որովհետեւ գիտենք, որ խաղային միջավայրում երեխան ավելի ապահով է եւ ավելի ազատ է սեփական, նույնիսկ բացասական զգացումների մասին խոսում թեկուզ մեկ այլ հերոսի անունից։ Եվ խաղային գործընթացը կառուցել այնպես, որպեսզի երեխային տրվի հնարավոր լուծումներ։ Այ երբ որ Աշոտիկը այսպես վարվեց, հիմա ինչ է անում Արմանը։ Հիմա դու Արմանն ես, խնդրեմ, ինչ է ուզում անի Արման։ Այսինքն այս տեսակ խաղային իրավիճակներում մենք դրդում ենք երեխային ապահով միջավայրում, ապահով տարածքում իր լուծումները գտնի ինքնապաշտպանության։ Եվ այսպես ինչից սկսել դաժանության դեմ պայքարը, որ մեր երեխաները ստիպված չլինեն ընտրել զոհի եւ բռնարարի միջև։ Առաջարկում եմ այս հարցի քննարկումը շարունակել ծնողների հետ, համեցեք։ Մայրիկներ, մեր հաղորդման ձևաչափի համաձայն խաղային հատված ունենք։ Մեր քննարկումը շարունակելու ենք խաղի տեսքով։ Ես պատրաստել եմ ծրարներ, խնդրում եմ փոխանցեք։ Այստեղ առանձնացված են ուղերձներ, որ ամենից հաճախ են հասցեագրվում ծնողների կողմից երեխաներին։ Ընթերցեք այս ուղերձները, արձագանքեք եւ հոգեբանը կառաջարկի մեզ այլընտրանքային ձևակերպումներ, որոնք ավելի ազդեցիկ ու գործուն են եւ պակաս վնասող։ Սկսենք Վարդուհի։ Կապ չունի ճիշտ ես թե սխալ, ասել ես, ուրեմն գնա միջև վերջ։ Այդպիսի կարծիք կա, չէ, մինչև չես սխալվում քո փորձի միջոցով, չես վերլուծում, այստեղ պետք է ունենալ նաև հմուտ լինել անալիտիկ վերլուծության, ճանաչել ինքդ քեզ, քո ուժեղ եւ թույլ կողմերը եւ նոր ասելիքը տանել միջև վերջ եւ նաեւ ինչու՞ չէ փորձառություն ձեռք բերել, որ դու հաջորդիվ այդ քայլը, այլ օրինակ այս անգամ սխալվել ես, հաջորդիվ արդեն իսկ քեզանով անցնելով դու գնացիր միջև վերջ, բայց միջավայրում դու սխալ դուրս եկար, քեզ փորձ կտա, որ դու հաջորդիվ այդ սխալը չկրկնես։ Այստեղ ճիշտ եւ սխալ լինելու եւ միջև վերջ գնալու մասին է խոսքը։ Մեզանում շատ ընդունված է, որ պետք է պնդես քո տեսակետը, ու երեխային մենք տալիս ենք այս ուղերձն ու հաղորդագրությունը, սա արդյոք ճիշտ մոտեցում է, եթե ոչ, ինչով փոխարինենք այս ձևակերպումը։ Մենք այստեղ տեսնում ենք ծնող, ով ունի որոշակի հավակնություններ, գերակայություն ունենալու միտում եւ տեսնում ենք ինչպես է այդ դիրքորոշումը տեղափոխում, ձևավորում երեխայի մոտ, հա, եւ եթե փորձենք տրանսֆորմացնել այս միտքը, ապա մենք կարող ենք երեխային ասել այսպես. մեզանից յուրաքանչյուր այս կյանքում ունի սխալվելու իրավունք։ Եթե դու սխալվես, ոչինչ, նորից կարող ենք փորձել։ Եվ եթե ծնողը ինքը ի վիճակի է ընդունել սեփական սխալները, սեփական անձի այս կամ այն թույլ կողմը, հետեւաբար դա արդեն անուղղակի հրահանգ է երեխային, որ դու էլ կարող ես սխալվել եւ դրանով աշխարհը չի քանդվում։ Սխալվելու դեպքում պնդել, որ ես ճիշտ եմ, շատ կատեգորիկ է եւ շատ վտանգավոր։ Գայանա, եթե պատրաստ եք, ծանոթանանք ձեր ուղերձին եւ լսենք ձեր կարծիքը։ Եթե քեզանից ուժեղ է, խփիր ձեռքիդ ընկած որևէ բանով։ Բնականաբար շատ սխալ կասեի նախադասությունը, իրավունք չունես երեխային վիրավորելու ցանկացած մարդու, թեկուզ մեծահասակներին, ելուր մնաց խփել մի որևէ բանով։
Երեխան իր սոցիալական վիճակից ելնելով, իր սեռից, չգիտեմ, ազգությունից, բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն, հոգացության կարիք ունեն երեխաները, նեցուկ պաշտպան պետք է լինես։ Բայց եկեք անկեղծ լինենք, մեր հասարակության մեջ ամենատարածված ծնողական ուղերձը հենց դա է։ Քեզ խփում են, դու խփիր, մի բան էլ վերցրու, դու գլխին տուր։ Ձեզ կխնդրեմ ծնողներին բացատրել, ինչու այս ձևակերպումը, որը թվում է թե ամենաազդեցիկն է, ամենապոպուլյարն է, ինչու պետք է այն դուրս գա շրջանառությունից եւ մեր գիտակցությունից։ Մենք ասում ենք, որ բռնությունը ունի վերարտադրվելու հատկություն եւ այսօրվա բռնարարը երեկվա զոհն է։ Եվ այս ուղերձի մեջ մենք ականատես ենք բռնության խրախուսմանը, հա, եւ մենք ականատես ենք այս ուղերձի մեջ նաեւ նրան, որ ծնողը ստեղծում է մրցակցային հարաբերություններ երեխայի եւ այլ երեխաների միջեւ, այսինքն խրախուսում է մրցակցությունը եւ ինչպես մեր հյուրը նշեց, չափելի է դարձնում ֆիզիկական ուժով, այսինքն մրցակցության մեջ է դնում երեխային այլ երեխաների հետ ֆիզիկական ուժով եւ միգուցե եւ խրախուսում է ֆիզիկական ուժի կիրառումը, այո։ Եվ եթե մենք ուզում ենք խոսել բռնության կանխարգելման կամ կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարման մասին, ամենակարևոր բանը, որ այսօր մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, յուրաքանչյուր ծնողից, դա օգնել երեխային ունենալ արդյունավետ հաղորդակցման հմտություններ։ Արդյունավետ հաղորդակցման հմտությունները նրա համար են, որպեսզի երեխան կարողանա առողջ ձևով շրջանցել կոնֆլիկտը, որովհետև միշտ չի, որ մենք գիտենք կոնֆլիկտի ելքը, անկախ նրանից բռնարարն է թե զոհն է, այնուամենայնիվ մեզանից որևէ մեկը ապահովագրված չի շատ վտանգավոր կոնֆլիկտի ելք ունենալուց։ Հետևաբար մենք այսօր պետք է օգնենք երեխային ունենալու արդյունավետ հաղորդակցման հմտություններ, որպես նաև խուսափում կոնֆլիկտային իրավիճակից։ Տեսնենք ինչ իրավիճակ է Վարդուհու մոտ։ Ուսուցչիդ մի ասա, դու գործ տվող ես։ Հավանաբար այս գործողությունը կատարվել է դպրոցում, երեխան գնացել է տուն եւ ծնողին պատմել է, թե ինչ գործողություն է կատարվել, որից տեղյակ չէ ուսուցիչը։ Եվ ծնողները խորհուրդ են տվել, որ ուսուցչին մի ասա։ Կարծում եմ սա սխալ է, որպես ծնող գտնում եմ ուսուցիչը պետք է դասարանում կատարվելիք յուրաքանչյուր գործողությունը իմանա, բախումները կարողանա հարթել։ Ուռճացված նախադասությունը բառ է գործ տվողը։ Այսինքն քաջալերենք երեխային, որ ուսուցչի հետ խոսի կամ դպրոցի միջավայրում խնդիրը բարձրաձայնի։ Այստեղ մոտիվը շատ կարևոր է, որովհետև իրականում միտումը երեխայի որն է, փրկել մեկ այլ երեխայի, փրկել իրավիճակը, թե ձևանալ, որ ես ավելի լավն եմ, քան մյուսները։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ երեխայի միտումը ինչու է ընկած, որովհետև մենք գիտենք, որ մեր շրջապատող աշխարհում նաև կան երեխաներ, ովքեր պարբերաբար սովոր են ուսուցիչներին տեղեկացնել այս կամ այն երեխայի պայմանական սխալ արարքի մասին, որպեսզի ունենան գերակայություն ուսուցչի աչքերում, այսինքն ավելի լավը լինելու։ Եթե միտումը այդպիսինն է ու այդ միտումը խրախուսելը, բնականաբար այնքան էլ առողջ չէ, բայց եթե միտումը երեխայի ինչ որ մեկի անվտանգությանն է առնչվում եւ սեփական անվտանգությանն է առնչվում, իհարկե յուրաքանչյուր երեխա ունի իրավունք իր տեսակետը արտահայտելու տեղի ունեցած երևույթի հանդեպ, բարձրաձայնելու խնդիրը։ Շատ լավ, Նոնա, ինչ տարբերակ է առաջարկվում ձեզ։ Շատ դիպուկ իրավիճակային մեծ եղբայր ունես, ես կամ ասա հարցերը կլուծենք։ Թերևս սա մեր ընտանեկան իրավիճակում շատ տիպիկ է, ես ունեմ ավագ որդի, ով նույն դպրոցում է սովորում աղջկաս հետ, մենք այս ճանապարհով չգնացինք, մենք ասացինք, որ իհարկե դու ունես մեզ, ընդ որում եղբայրը դպրոցում բավականին մեծ հեղինակություն է վայելում, բայց սա քո իրավիճակն է, մենք քեզ կարող ենք օգնել, որպեսզի ինքնուրույն հաղթահարես, որտեղ այսօր դպրոցում են, վաղը կարող են լինել կոլեկտիվում, աշխատանքում, այնպես որ կարծես թե օրինակն աշխատեց եւ իմ դուստերը գիտի, որ այո ինքը ունի մեզ, բայց իր իրավիճակը փորձեց հաղթահարել ինքնուրույն ու դրական լուծումներով։ Կարծում այդ ճանապարհին ինքն էլ հեղինակություն ձեռք բերեց դասարանում, դպրոցական միջավայրում, այսինքն ես շատ կարևորում եմ, որ ինքը հեղինակություն ձեռք բերեր հենց ինքն իր առջև, որովհետև մենք այսպես որոշակի առումով նաև պատասխանատվությունը թողեցինք իր վրա, որպեսզի ինքը վստահ լինի, որ ինքը կարող է հաղթահարել։ Իհարկե օգնեցինք, բայց օգնեցինք միայն տանը։ Այո, այդ ապահով միջավայրը դառնալը երեխայի համար շատ կարևոր է եւ ընդգծել, որ այո, դու ունես մեծ եղբայր եւ դու ունես մեծ քո ծնողներին, բայց կյանքի ցանկացած իրավիճակում միշտ չի, որ մենք քո կողքին ենք եւ կարող ենք քեզ աջակցել այս իրավիճակում
լուծումներ գտնելու, դու միշտ կարող ես հենվել մեծ վրա, բայց ես վստահ եմ, որ դու ունես սա, այս որակները եւ դու կարող ես այս դժվար իրավիճակում քո լուծումը գտնել։ Ու ես պատրաստ եմ հիմա լսել, որ ինչպիսի լուծումներ ես դու հիմա փորձում ձեռնամուխ լինել իրականացնելու այս իրավիճակի համար։ Շնորհակալություն շատ։ Մի ուղերձել ինձ է բաժին հասել, ընթերցեմ եւ մեկնաբանենք։ Քեզ ոչ ոք չի կարող թելադրել ու ասել ինչ անես։ Դու ես որոշողը, դու ես ասողը։ Շատ ոչ կոմպրոմիսային եւ երկխոսության բոլորովին չմղող ձևակերպում է։ Իհարկե երեխան պետք է իր ուժերի հանդեպ թերահավատ չլինի, բայց նաեւ իմանա, որ շրջապատում մարդիկ, իր հասակակիցներն ու մեծահասակները նույնպես կարող են ճիշտ լինել եւ այս ձևակերպումը կարծում եմ միանգամից բացառում է, որ կոնֆլիկտում իրավացի է դիմացի կողմը եւ ոչ թե մեր երեխան։ Ինչ կարող ենք առաջարկել այս ձևակերպման փոխարեն։ Դու գիտես, որ քո կյանքում կան բազմաթիվ իրավիճակներ, որտեղ անշուշտ դու կարող ես ինքնուրույն որոշում կայացնել եւ բարձրաձայնել քո որոշման եւ քո տեսակետի մասին, բայց կան նաեւ իրավիճակներ, որտեղ որոշում կայացնողը դու չես եւ քո խնդիրն է համակերպվել այս իրավիճակի հետ եւ ունենալ նաեւ հնարավորություն ինչ որ իրավիճակներում չհամաձայնելու եւ թույլատրելի սահմանում եւ թույլատրելի ձևով ասել քո անհամաձայնության մասին տեղի ունեցող իրավիճակի հանդեպ։ Այսինքն երեխային շանս ենք տալիս համագործակցելու դիմացինի հետ, երկխոսության մեջ մտնելու եւ գտնելու կոնֆլիկտի եւ թույլատրելի ձևով արտահայտելու սեփական անհամաձայնությունը։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ Թագուհի, որ միացաք այսօր մեր ծնողական ժողովին։ Մենք շարունակում ենք։ Մենք երկար քննարկեցինք այս հարցը ծնողական ժողովի խմբագրությունում ու եկանք հայտարարի, որ միայն խոսքերը, ծնողների օրինակն ու քաղաքավարությունը երբեմն բավարար չեն։ Մանավանդ, որ կան բնությունից տեսակով ավելի բարդ, քնքուշ խաղաղ հոգիներ, որոնք մի փոքր այլ մոտեցում են պահանջում։ Ու գիտեք, կարծես թե գտել ենք մի հետաքրքրություն, որը կարող է հավասարապես օգտակար լինել թե բռնության գիծը բռնած, թե դրանից հեռու մնացող երեխաներին։ Խոսելու ենք արևելյան մարտարվեստների մասին։ Ծնողական ժողովին միացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, կարատեի մարզիչ, մանկավարժ Կարեն Վարդանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Ծնողները մշտապես ցանկանում են գտնել երեխայի համար խաղաղ, ապահով, ներդաշնակ միջավայր եւ շփման այնպիսի տիրույթ, որտեղ կա արժեքային համապատասխան համակարգ։ Եվ կարծեմ, հենց կարատեի մասին խոսելով եւ արևելյան մարտարվեստների, մենք ունենք այն համոզմունքը, որ այստեղ մարդիկ զարգացնում են ոչ միայն ֆիզիկական ուժը, այլև հոգեկան, հոգեվոր հավասարակշռությունը, ինչպես է դա հաջողվում անել հատկապես երեխաների հետ։ Կարատեի հիմքում հարգանքն է։ Հիմքում դրված է հարգանքը միմյանց նկատմամբ։ Եթե դուք հետևել եք մրցաշարերին, բոլոր մենամարտերը սկսվում են խոնարհումով, որից հետո մենամարտում են, մենամարտի ընթացքում միմյանց հարցնում են բազմաթիվ փոխադարձ հարվածներ։ Մենամարտի ավարտից նույնպես խոնարհվում են իրար։ Առանձին փակ միջավայր է մի ընտանիք, որտեղ գործում է այլ արժեհամակարգ։ Հիմա մենք խոսում ենք, որ բակերում կա բակային արժեհամակարգը, կա ենթամշակույթ, այստեղ ձևավորվում է այլ ենթամշակույթ, այլ համակարգ, որը հակադրվում է գործողին։ Նախ ինքը պահանջում է լիակատար իդեալական կարգապահություն։ Ու եթե երեխան փոքր ժամանակվանից հաճախում է, իր մեջ արդեն այդ կարգապահական նորմերը նստում են։ Կարատեի դասի ժամանակ աշակերտը լսում է ուսուցչի բոլոր հրահանգները, պարապմունքները անց են կացվում խմբային, պարապմունքի ժամանակ աշակերտը իրավունք չունի զրուցել իր կողքինի հետ։ Իրավունք չունի հետը բերել հեռախոս եւ այլ պարագաներ, իրավունք չունի որևէ կերպ շեղվել իր պարապմունքը։ Այսինքն լիակատար կենտրոնացում է պահանջում։ Լիակատար կենտրոնացում է պահանջում, ինչը արդեն փոխում է մարդուն։ Դարձնում է ավելի հավասարակշռված, ավելի ինքնավստահ։ Եթե գալիս է կարատեի երեխա, ով ունի վարքագծի խնդիր, օրինակ շրջապատում չափից ավելի ագրեսիվ վարքագիծ ունի, ժամանակի ընթացքում ագրեսիան նվազում է, ինքը դառնում է հավասարակշռված։ Եվ նույնը հակառակը, եթե գալիս է երեխա, ով շրջապատում խեղճանում է, այդ հարցը լուծվում է բավականին տեսանելի ժամանակ։ Այսինքն ինքը դառնում է ավելի ինքնավստահ, ինքը սովորում է ինքնապաշտպանվել, հարկ եղած դեպքում կիրառել ինքնապաշտպանությունը, բայց միևնույն ժամանակ մենք ինչ ենք սովորացնում երեխաներին, որ փողոցում կռվի պետք է բռնվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Այսինքն, եթե կա հնարավորություն
հարցը լուծելու ոչ կռվի միջոցով, զրուցելով, ավելի քաղաքակիրթ ձևով նախ եւ առաջ պետք է ընտրել այդ տարբերակը։ Միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ որ արդեն տեսնում եք, որ վտանգ է սպառնում ձեր առողջությանը, արդեն պետք է դիմել ֆիզիկական միջոցների, կիրառելով այն հնարքները, որոնք սովորում են, որոնք ամբրապնդում են, եւ այստեղ էլ կա մի հատ մեծ առավելություն։ Սպորտային կարատեն, որը մենք մարզում ենք, իր մեջ կա կոնտակտը վերահսկելու այսպիսի հասկացողություն։ Այսինքն, քանի որ մեր մենամարտերը գնահատման համակարգը միավորներով է, այսինքն հաղթանակը նոկաուտով չի տրվում։ Մարզիկները սովորում են իրենց հարվածի ուժգնությունը վերահսկել, այսինքն հարվածը հասցնել այն ուժգնության, որ դիմացինին չպատճառի կոտրվածք, չպատճառի ցնցում, չպատճառի վնասվածք։ Սա շատ լավ բան է, մարդը սովորում է ինքնապաշտպանվել, մարդը սովորում է մենամարտել, որը կարող է կիրառել ցանկացած իրավիճակում, միևնույն ժամանակ դիմացինին վնաս չպատճառելով։ Այսինքն վնաս ավելի շատ հոգեբանական է։ Մարզիկը ցույց է տալիս, երեխան ցույց է տալիս, որ ինքը կարող է, որ ինքը ուզում է, որ ինքը ուժեղ է, որ ինքը կարող է, որ ինքը կարող է անել շատ ուժեղ հարվածներ, որոնք թեկուզ այս պահին չեն դիպչում, բայց կարող են նաև դիպչել։ Ինչը արդեն դիմացինի մոտ փոխում է վերաբերմունքը տվյալ երեխայի հանդեպ։ Շատ հաճախ մարզիչը երեխայի կյանքի կարևոր դերակատարներից մեկն է, որովհետև վստահելի մեծահասակ է, որովհետև ուժի մարմնացում է, փորձառու է եւ նույնիսկ արևելյան մարտարվեստներում եւ շատ սպորտաձևերում ընդունված է անվանել վարպետ, ճիշտ է, այսինքն նշանակում է, այո, որը ճապոներեն նշանակում է ուսուցիչ։ Նշանակում է որոշակի կարգավիճակ, որի մեջ հասկանում ենք հարգանք, հավասարակշռություն եւ այն ամենն, ինչ արդեն ասացի։ Ենթադրում եմ, որ հաճախ այս հարգանքն ու այս վերաբերմունքը երեխայի կողմից բերում է անհատական զրույցների, այսինքն բացի նրանից, ինչ դուք կանեք որպես մարզիչ, որպես մարզիկ, վստահ եմ հաճախ զրուցում եք երեխաների հետ, որոնք են ձեր գլխավոր ուղերձները։ Այստեղ կա շատ մեծ կապվածություն։ Շատ անգամ երեխաների ծնողներն են ինձ զանգում եւ խնդրում, որ օրինակ կա այսինչ հարց եւ պետք է այս հարցով երեխաների հետ զրուցել, ասում են կլինի դուք խոսեք իր հետ, ձեզ լսում է, ձեզ հարգում է, ձեր ասածը շատ կարեւոր է իր համար։ Խնդիրները շատ հաճախ կապված են հենց բուլինգի ու դաժանության հետ, ու դուք հստակ տեսնում եք, թե որ երեխան է ագրեսիա իրագործող եւ որ երեխան է ագրեսիայի թիրախ դառնում։ Այս երկու խմբերին մասնավորապես ինչ եք ասում, ինչպես եք փորձում շտկել նրանց վարքագիծը։ Իրենք ընդունում են ընդհանուր գաղափարախոսությունը, որ մենք ունենք, այսինքն իրենք մտնում են այս արժեհամակարգի մեջ, որը հակադրվում է իրենց շրջապատում եղած արժեհամակարգին եւ ամեն ինչ գալիս է բալանսի։ Այսինքն ով որ ունի ագրեսիվ վարքագիծ եւ ով որ թույլ է ավելի գալիս բալանսավորվում։ Եվ բոլորը դառնում են հավասարակշռված եւ ինքնավստահ։ Դա ասում եմ լինում է շատ տեսանելի ժամանակի ընթացքում, դրա համար երկար տարիներ պետք չեն։ Տեսանելի ժամանակի ընթացքում այդ տարբերությունը արդեն ակնհայտ է լինում։ Ես ընդհանրապես բոլորին անընդհատ ներարկում եմ ընդունված արժեհամակարգը, որ մեր մարզաձևում, ինչպես նաև այլ արևելյան մարզաձևերում ընդունված է։ Սովորեցնում հարգել, մարդ պետք է հարգի ինքն իրեն եւ նաև հարգի իր ընկերներին, իր շրջապատին, բոլոր մարդկանց եւ նաև հակառակորդներին շատ կարեւոր է, որ պետք է կարողանալ հարգել հակառակորդին, որպեսզի հաղթել նրան։ Ինչ է կարծում արդյոք այս արժեհամակարգը, այս կարևոր հիմնասյուները երեխան կրելով կարող է նաև փոխանցել իր շրջապատին, իր միջավայրին խմբակից դուրս։ Դա արդեն կախված է նրանից, թե երեխան ինչպիսի ազդեցություն ունի իր շրջապատի վրա։ Եթե երեխան իր շրջապատում լիդերի դեր է կատարում, ինքը կարող է փոխանցել, այո, որովհետև գիտեք, երեխաները տարբեր են։ Մեկը ունի այդ հատկությունները, օրինակ իր ընկերական շրջապատում ինքը գերիշխող է, մեկ ուրիշը չունի, եթե այդ հատկությունները ունի, անշուշտ ինքը կարող է եւ ենթագիտակցաբար նաեւ փոխանցում է, ինքն էլ է ուզում փոխանցել, ինքը ուզում է, որ իր ընկերները դառնան իր նման, իր ընկերները այսպես շարժվեն իր ընտրած գաղափարներով։ Ձեր նշած խնդիրների լուծումը իմ կարծիքով որն է, ես օրինակ կոչ կանեմ եւ խորհուրդ կտամ, ինքս էլ ծնող եմ, որպես ծնող, որպես մանկավարժ խորհուրդ կտամ բոլոր ծնողներին, որ իրենց երեխաներին փոքր տարիքից ուղարկեն սպորտի։ Ես հիմա չեմ այստեղ քարոզում, որ անպայման կարատեի ուղարկել, կարող եք ուղարկել նաև այլ մարզաձև ընտրել։ Կարևորը դա լինի
խմբային մարզաձև, կարևորը այնտեղ երեխաները սովորեն կարգապահության, որովհետև միայն սպորտային խմբերում են մարդիկ սովորում իդեալական կարգապահության, այլ միջավայրերում ցավոք դա հնարավոր չէ։ Շնորհակալ եմ շատ, որ միացաք այսօր ծնողական ժողովին եւ փոխանցեցիք կարևոր գաղափարներ ծնողների եւ երեխաների համար։ Ես ձեզ եմ շնորհակալ։ Եվ այսպես, հարգելի ծնողներ, ամփոփելով մեր այսօրվա հանդիպումը մանկական դաշնության մասին, ես կցանկանայի լսել ձեր ուղերձները, այնինչ դուք կցանկանաք ասել ծնողներին, մեր հանրությանը, երեխաներին, մանկավարժներին, այն մարդկանց, ովքեր ձևավորում են մթնոլորտը իրենց փոքր միջավայրում եւ մեր հասարակության մեջ առհասարակ։ Խնդրեմ։ Մի ասացվածք կա իմ ճշմարտությունը, քո ճշմարտությունը եւ ճշմարտությունը։ Փոքր տարիքում վիճաբանությունները, առհասարակ կոնֆլիկտները փոքր են։ Երբ որ մեծանում են երեխաները, արդեն դառնում են մեծ։ Հասարակությանը հորդորում եմ խելամիտ լինեն, խոսեն իրենց բալիկների հետ, կա կոնֆլիկտների լուծման խաղաղ ճանապարհներ եւ կարողանան զերծ պահել բոլորին կոնֆլիկտներից։ Շնորհակալ եմ շատ։ Ըստ իս այստեղ դպրոցը կրթական հաստատություն լինի, ցանկացած կրթական հաստատություն պիտի ունենա մշակված ինստիտուտ, լինեն այդ գործիքամիջոցները իրականացնող պարբերաբար սեմինարների տեսքով, պարբերաբար փոխհամագործակցության տեսքով, լինեն խմբային աշխատանքներ, այսինքն երբ որ երեխաները, ինչպես է դեռահաս երեխաները սիրում են այդ հարցերը իրար մեջ տուր իրեն դեր, որպեսզի նա կարողանա այդ դերային անձնավորման միջոցով կարողանա վեր հանել խնդիրները դասարանում, որովհետև այստեղ նաև գործ ունենք տարբեր երեխաների բնավորության հետ կան ինտերվերտներ, կան էքստրավերտներ, այդտեղ նաև բախումներ կան ակտիվ երեխաներ, այնտեղ ճնշվում են արդեն այն երեխաները, որոնք սիրում են իրենց հարցան նոր պատասխանել։ Դա էլ է ճնշում գործադրվում։ Այստեղ այդ ինստիտուտների դերը, որ պարբերաբար լինի, ոչ թե մենք ասենք կա խնդիր, այլ դրա լուծումները գտնենք։ Շնորհակալ եմ շատ, Գայանե։ Ըստ իս դա փոքրուց պետք է ծնողները առհասարակ երեխային սովորեցնեն, որ շատ վատ բան է թշնամանալը, վիճելը, բռնությունը, դա ազդում է ամեն ինչի վրա, թե հոգեբանության վրա, թե վախեր է առաջանում, պետք է ասել, որ ինչ որ դու ես անում, քեզ դա դուրս կգա, որ դիմացին էլ քեզ անի, բնականաբար ոչ, եւ այդպես պետք է առողջ մթնոլորտ, առողջ սերունդ ի վերջո ունենալ։ Կարծում եմ ծնողները պետք է սովորեցնեն եւ խելացի մարդն էլ երբեք թշնամիներ չպետք է ունենա, ըստիս պետք է այդ դրանով ուղղորդել երեխաներին։ Շնորհակալ եմ։ Տենդենսը շատ եմ նկատում, երբ որ երեխաներին ի սկզբանե սովորեցնում ենք կամ պատրաստում ենք թշնամիներ ունենալ, պաշտպանվել, ես կարծում եմ մենք հակառակը պետք է անենք, երեխային տանք մաքսիմալ շատ լույս, դա կլինի գիտելիքի տեսքով, դա կլինի սպորտի տեսքով, դա կլինի ինքնակրթման տարբեր ձևաչափերով եւ վստահ եմ ինքնաբավ մարդը կյանքի ցանկացած փուլում երբ որ հանդիպի չարին, երբ որ հանդիպի թշնամուն, ինքն առավել ճիշտ կկարողանա օգտագործել այն գործիքակազմը, որը հասցրել է ծնողը տալ եւ խնդիրները կլուծվեն ավելի շատ բանավոր հաղորդակցության միջոցով, քան թե երբ որ ի սկզբանե պատրաստում ենք, որ այ դրսում սև է եւ դրսում վատ է։ Իմ խնդրանքը ինձ եւ մնացած բոլոր ծնողներին կլինի, որ փորձեք ամեն ինչ անել, որպեսզի երեխաներին տանք հնարավորինս շատ լույս։ Լույսը գիտելիքի եւ մնացած բոլոր գեղեցիկ եւ դրական գործիքների ձևով։ Շնորհակալ եմ շատ, հարգելի ծնողներ, որ միացաք այս կարևոր քննարկմանը։ Թվում է, թե դաշնությունը բնորոշ է մարդուն, որովհետև մարդը կենթանական աշխարհի մի մասն է, բայց այո, ինչպես ասացիք, բարեկրթությունը, լույսը, գեղեցիկի հանդեպ սերը, ներդաշնակությունը, համերաշխությունը, այն հիմնասյուներն են, որոնց հիման վրա հնարավոր է փոխել միջավայր, հնարավոր է փոխել մթնոլորտ եւ հնարավոր է ձևավորել մեր երեխային այնպիսին, որ ինքը լինի այդ արժեքների կրողն ու տարածողը։ Շնորհակալ եմ շատ, որ եկաք այս հանդիպմանը։ Մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։